Նանյանի զրույցը քաղաքացու հետ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ է անցնում Քարոզարշավը Թատրոն։ Դիր մենք Երևանում Քարոզարշավ ենք նայ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ։ Ես Արման Թաթոյանն եմ։ Մարդիրավունքների պաշտպանն եմ։ Մեր դիմակիցները ծրագրի ստան։ Ոնց եք։ Ցավոք պետք է ցավով արտահայտեմ, որ ես Հայաստանում չեմ ապրում ու շանս չունեմ ընտրություններին մասնակցելու։ Ցավում եմ։ Բայց նաև կամներ ունեք, որ կարող եք զրուցել։ Քչերն են, որոնց հետ կարելի է զրուցել։ Նաև շատ գիտեք, ամեն դեպքում կարևոր է շատ, որ մեր քաղաքացիները, մեր այս ընտրությունները շատ պատմական ընտրություններ են ամբողջ հայ ժողովրդի համար։ Եվ այո, ճիշտ է, կան ընտրելու իրավունք ունեցող մեր հայրենակիցները չունեցող, բայց ինքը մեր ամբողջ հայ ժողովրդի համար է, որովհետև մեր ազգային ինքնության պահպանության, Հայաստանի շահերի պաշտպանության եւ արդարացարակ արդարության մասին են, այո, մեր ժողովրդի համար։ Էլի ցավով պետք է արձանագրել, որ շատ արժեքներ են փոխվել, շատ արժեքներ։ Այն պահից սկսած, երբ որ հերոսները սկսեցին արդեն տարբեր մարդկանց վերարտադրողականությամբ քննադատել, այդ պահից մենք կորցրեցինք մեր պատկանելիությունը։ Շատ մեծ ցավով պետք է դա ասել։ Ու նորից էլի ցավով նայում եմ հիմա ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե ոնց է մեր ազգը ապրում իր էյֆորիկ կյանքը ուղղակի խրախճանքների մեջ, սրճարաններում ժամանակ անցկացնելով ու չմտածելով իր ապագայի ու ապագա սերունդների մասին։ Աստված տա, որ մի օր գա, լինի այն հերոսը, ում հետևից կգնա այս ազգը, ու արդարացված կլինի այն բոլոր մահացած երեխաների հոգիները, որ արուն են տվել։ Դեռ առաջին Արցախյան պատերազմից մինչև վերջին պատերազմը, ով որ զոհվել է ու զոհվել է գաղափարի համար։ Հուսանք, որ երևի մեր սերունդները կտեսնեն այդ օրը։ Սրանուն ինչ են երևում։ Հրաչուհի։ Հա, Հրաչուհի ջան, տեսեք, դուք շատ կարևոր խոսքեր ասեցիք, որ մեր արժեքների պաշտպանության մասին։ Այստեղ տեսեք, այս ընտրությունները հենց մեր Հայաստանի շահերի հայ ժողովրդի նաև պաշտպանության մասին են եւ այո, այն ինչ որ դուք ասում եք, մենք այս նաև ընտրական գործընթացում այն հնարավորությունն է, որ իրոք ժողովուրդը միահամուռ նաև կամքը արտահայտի, էլի, եւ որ մենք չունենանք իշխանություն պաշտոնյաներ, որոնք խափում են ամեն օր։ Սկսած երկրի այսօր կառավարության ղեկավարը հարկերով սուտ է խոսում։ Մենք հենց մեր կուսակցությունն է, որը կոչվում է Միասնության թևեր կուսակցություն։ Մենք տեսեք, այսօր ոնց է ընտրությունը այս իշխանությունը դարձրել, կամ Ռուսաստան պետք է ընտրես, կամ Արևմուտք պետք է ընտրես, բայց մենք ասում ենք, մեր հայ ժողովուրդը այսքան հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովուրդ է, մենք մեր համար ինչ ենք ընտրելու, եւ մենք հենց այն կուսակցությունն ենք, ես նաեւ տեխնացուն վարչապետի, որ հավակնում ենք հենց Հայաստանի շահերի պաշտպանության համար ենք։ Մենք որևէ ինչ որ մեծ չենք, այլ Հայաստանամետ ենք, այսպես ասած, եւ Հայաստանի շահերի պաշտպանության համար ենք։ Այսա շատ կարեւոր է, որ մենք մեր հայ ժողովուրդը ինքը պետք է որոշում կայացնի եւ չթողի, որ իր փոխարեն որոշեն։ Իհարկե ներողություն պիտի նախորդ ներողություն խնդրեմ ձեզնից։ Սա երևի շատ սուբյեկտիվ կարծիք կլինի, բայց եթե հնարավորություն ունենայի ընտրություններին մասնակցելու, միանշանակ կընտրեի Ռոբերտ Քոչարյանին։ Ոչ թե որ ինքը լավագույնն է, ոչ թե որ իր տարիներին չեն եղել կեղծիքներ եւ մնացածը չխոսեմ հիմա տարբեր բաների մասին, կընտրեի, որտեվ ներկայիս բոլոր տեխնացուներից այն մարդն է, ով որ ամենաուժեղն է։ Իսկ ես կգնայի այս պահին ամենաուժեղի հետևից։ Ես շատ գնահատում ու հարգում եմ ձեր մոտեցումը, բայց ցավոք սրտի աշխարհագրական դիրքով եւ պատկանելիությամբ եւ ռեսուրսներով մենք ուղղակիորեն շանս չունենք պայքարելու մեր ազգության ու մեր պատկանելիության համար։ Ինքներս մեզ մենք միայն կարանք մեր ազգությունը պահենք որպես ազգ, մեր բարքերը։ Այսինքն մենք պետք է ապավինենք Հրաչուհի ջան, սա է ձեր, ուզում եմ հասկանամ ձեր միտքը, պետք է ապավինենք որևէ մեկի ուժին, ինչ որ արտաքին ուժի դրա համար կարողանանք պաշտպանված լինել։ Մենք ուղղակի պետք է սովորենք մեր շահերը պահպանել։ Շահերը պահպանել նշանակում է իմ համար շահերը պահպանել նշանակում է կայացնել ճիշտ որոշումներ, որը փոխշահավետ է լինում։ Եվ ընդհանրապես իմ պատկերացմամբ քաղաքականությունը դա փոխշահավետ որոշումների արդյունքում է հաջողված լինում։ Այո, բայց դու հիմքում պետք է դնես քո երկրի շահը, չէ՞, քո ժողովրդի շահը։
Ինչքան մենք արտաքին ուժի ապավինենք, ասենք նրանք մեզ կպաշտպանեն, մեզ միշտ զոհաբերելու են ինչ որ մի ուրիշները ունեն իրենց շահերը, ամեն մեկը, չէ՞։ Ռուսաստանը ունի իր շահը, Ամերիկան ունի իր շահը, չգիտեմ, Եվրոպան ունի իր շահը, մեր խնդիրն է հասկանալ մեր շահը որն է, հիմքում դա դնել, չէ՞։ Եվ նոր դրա շուրջ եւ մենք ինքներս կարող ենք դա անել։ Մենք այդ ներուժը ունենք բոլորս։ Դա պետք է կրթել այն սերունդների մեջ, որոնք մատաղ սերունդներն են։ Կրթել այդ մտածելակերպը։ Այսքան բան տեսած ժողովուրդը այս պահին չի կարա վերափոխվի։ Այ եթե այդ քարոզը սկսվի մանկահասակ երեխաներից, որտեղ պետք է ձևավորել արդեն այո, ճիշտ եք ասում, մտածելակերպի հանդեպ վերաբերմունք, այդ դեպքում միգուցե տարիներ հետո հաջողված լինի։ Հիմա մենք շատ անցումային այս հասարակությունը շատ անցումային փուլեր անցել է, սովետական միություն, հետո անկախ Հայաստանի Հանրապետություն։ Իմ կարծիքով դա պետք է լինի արդեն մանկահասակ երեխաներից, որպեսզի տարիներ հետո ունենանք արդյունք։ Ունենանք միայն ապավինենք մեր շահերի վրա, որ կարողանանք ճիշտ կրթենք մեր երեխաներին մեր ազգային ինքնության վրա։ Կրթության մեջ պետք է լինի դա պետք է լինի կրթության մի մասնիկը։ Ուրախ եմ շատ Շնորհակալություն։ Ձեզ բարի վերադարձ եւ բարի հանգիստ Հայաստան։